մարդու ծագումը, մարդու տարածումը երկրագնդի վրա կապում են աֆրիկյան մայրցամաքի հետ։ Եթե դուք բացեք օրինակ Խորհրդային Միության շրջանի գրքերը այդ մասին, դուք կտեսնեք, որ Հայաստանը համարվում է վաղագույն մարդու Խորհրդային Միությունում ամենավաղ այսպես բնակեցված տարածք։ Հայկական լեռնաշխարհը եւ նրա այս հատվածը կազմող Հայաստանի Հանրապետությունը Աֆրիկայից դուրս մարդու փաստագրման ամենավաղ օջախը։ Վայրի խաղողից եւս ստացվում է ոչ պակաս լավ որակի եւ ոնց են ասում, որ խփող, գինի Աֆրիկայից դուրս ամենավաղ մարդը ապրել է հայկական լեռնաշխարհում, եթե Հայաստանը չդառավ երկիր, որի ամեն անկյունում պիտի ստեղծվի բարիք, որը հետաքրքիր է աշխարհին, մենք ապագա չունենք։ Վախենում եմ ուղղակի մեռնեմ, չհասցնեմ կուտակածս ինֆորմացիան հանձնեմ թղթի։ Եթե ուզում եք հենց մեր միջոցով բացահայտել հետաքրքիր մարդկանց ու տաղանդավոր երեխաների, ապա միացեք մեր Patreon-ին ամսական ընդամենը $5։ Բարև ձեզ, սա Life Armenia YouTube-յան ալիքն է։ Երբ եւ ովքեր են եղել Հայաստանի առաջին բնակիչները, այս եւ մի շարք այլ ուշագրավ, ես սիրում եմ այդ բառը, եւ նաեւ սկանդալային բացահայտումներ ենք անելու այսօր մեր հյուրի հետ ում եւ սիրով ներկայացնում եմ հնագետ Բորիս Գասպարյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Որով եք եկել։ Սիրով։ Պարոն Գասպարյան, եկեք հենց հարցից սկսենք, ովքեր են եղել Հայաստանի, իդեպ երբ եւ ովքեր են եղել, առաջին բնակիչները։ Դա բավական հետաքրքիր գիտական խնդիր է եւ համաշխարհային այսպես հայեցակարգում դրված է Աֆրիկայից դուրս։ Ինչու՞, որովհետեւ մինչեւ հիմա ասենք մարդու ծագումը, մարդու տարածումը երկրագնդի վրա կապում են աֆրիկյան մայրցամաքի հետ, որ մարդը ծնվել է, ստեղծվել է, առաջացել է Աֆրիկայում եւ հետո տարածվել Եվրասիայում եւ հետագայում նաեւ ամբողջ երկրագնդում ենք։ Եվ տեսեք, երկար ժամանակ այդ խնդիրը մնում էր այսպես օդից կախված, տարբեր կարծիքներ կային, քանի որ չկար դրանց հնագիտական այսպես հավաստի վկայություններ, չնայած որ տեսեք, եթե դուք բացեք օրինակ Խորհրդային Միության շրջանի գրքերը այդ մասին, դուք կտեսնեք, որ Հայաստանը համարվում է վաղագույն մարդու Խորհրդային Միությունում ամենավաղ այսպես բնակեցված տարածքը, միշտ եւ դա ընդունում էին աշխարհի շատ գիտնականներ, բայց հետո երբ որ ավելի այսպես լրջացան այդ ուսումնասիրությունները, պարզվեց, որ այդ աշխարհի ընդունված գիտնականների այդ քարե գործիքները ցավոք սրտի քարե գործիքներ չեն, այլ բնական են եւ հնագետները շփոթելով դրանք համարել են վաղագույն մարդու գործունեության արգասիկ։ Հետո 90-ական թվականներին Վրաստանի տարածքում, որը էլի հայկական լեռնաշխարհի հյուսիսային հատվածն է, բացվեց Դմանիսի հանրահայտ կայանը, որը 1.800.000 այսպես տարեկան հուշարձան էր, բայց դա պատահական գտածո էր։ Հետագայում մենք փորձեցինք մեր օտարերկրյա գոլեգաների հետ այսպես անել սիստեմատիկ ուսումնասիրություններ եւ հասկանալ, ասենք, սահմանամերձ այդ տարածքներում Վրաստանի հետ արդյոք ունենք այդ տիպի սկզբնաղբյուրներ եւ տարիներ առաջ բացահայտեցինք այդ հաղթանակ 3 կոչված կայանը, որը էլի մոտավորապես 2 միլիոն դեռևս հասակագրման խնդիրները ընթացքի մեջ են, բայց դա մոտավորապես 2 միլիոն տարեկան հուշարձան է։ Հետո եղան Արենի ժամանակյա գտածոները, խնդրում եմ չշփոթեք այն ուշ Պղինձ Քարիդարյան Արենի հետ, որտեղ Արենիում կան նաև այդ վաղագույն մարդու բնակեցման հետքերը եւ ուրեմն ակնհայտ դարձավ, որ հայկական լեռնաշխարհը եւ նրա այս հատվածը կազմող Հայաստանի Հանրապետությունը Աֆրիկայից դուրս մարդու փաստագրման ամենավաղ օջախն է, Աֆրիկայից դուրս։ Այսինքն, եթե աֆրիկյան գտածոները մինչև այսօր 3.5 միլիոն տարով են թվագրում, ապա Աֆրիկայի սահմաններից որ դուրս է գալիս, հայկական լեռնաշխարհն է, որտեղ փաստագրվում է մարդու բնակեցման, այսպես երկրորդ բնօրյանը, սպիտակ մարդու։ Չէ, դա մեր եւ ձեր տիպի մարդը չէ։ Դա անատոմիապես ժամանակակից մարդը չէ, դա մարդու այլ տեսակ է, որը կոչվում է Homo erectus, այսինքն ուղիղ քայլող մարդ։ Մարդկային
տեսակները մինչև անատոմիապես ժամանակակից մարդը, այսինքն մեր եւ ձեր տիպի մարդը դեռ պիտի անցնեին բավականին այսպես փոփոխություններ, վերափոխումներ եւ այլն նոր հասներ անատոմիապես ժամանակակից մարդու։ Եվ այդ վաղագույն մարդու Homo erectus-ի հետքերը Աֆրիկայից դուրս փաստորեն փաստագրված են հայկական լեռնաշխարհում։ Հենց հայկական լեռնաշխարհն է համարվում եւ ընդունվում այսօրվա գիտության կողմից որպես մարդու երկրորդ բնօրյան, այսինքն Եվրասիայի տարածման, էքսպանսիայի այսպես կենտրոններից մեկը ի շնորհիվ այդ հուշարձանների, որոնք հիմա բոլորը ուսումնասիրության փուլում են, աշխատանքները նոր են այնտեղ։ Պարոն Գասպարյան, այսինքն կարելի է փաստել, որ առաջին մարդիկ այս մեր տարածքից են դուրս եկել, ճիշտ եմ ձևակերպել։ Այո։ Աֆրիկայից հետո, տեսեք, այնտեղ կա մարդու մի տեսակ, որը կոչվում է ունակ մարդ, Homo habilis։ Աֆրիկայից դուրս Homo habilis չի գտնվել։ Դա է պատճառը, որ մի շարք ուսումնասիրողներ Աֆրիկան են տեսնում մարդու ծագման բնօրյան, բայց Աֆրիկայից դուրս եկած մարդը, որը սկսել է տարածել, վաղագույն վկայությունները հայկական լեռնաշխարհում են։ Այսօրվա այնինչ ներկայիս Վրաստանի հարավն է եւ մեր հանրապետության փաստորեն հյուսիսը։ Եվ նաեւ հարավը Արենին, այդտեղ արդեն փաստագրվում են այդ ուղիղ քայլող հաջորդ տեսակի մարդու վաղագույն դրսևորումները, ինչը հիմք է հանդիսանում պնդել, որ հայկական լեռնաշխարհը երկրորդ բնօրյանն է մարդկության, որտեղից տեղի ունեցել Եվրասիայի, ասեք, էքսպանսիա, նվաճումը մարդու։ Մենք մարդու որպես սկիզբ ինչն ենք ընդունում, Աստծո արարչական սկիզբը թե դարվինիզմը։ Մարդը առաջացել է կապիկից։ Տեսեք, դա երբեք դիլետանտական հարցեր են, որ մարդը առաջացել է կապիկից, դա ոչ ճիշտ է։ Էվոլյուցիան, sense ասենք, կենսաբանական։ Էվոլյուցիան մերժել հնարավոր չէ, բնականաբար, եւ մարդու ծագման խնդիրը ես մի քիչ տրիվիալացված եմ ասում, ոչ մի խնդիր ես հասկանում եմ, բոլորին ես նույն ձևով բացատրում եմ, որ մարդու ծագման եւ կայացման խնդիրը միայն հնագիտական չէ։ Դա կենսաբանական խնդիր է, դա հնագիտական խնդիր է, դա նաև տեսական խնդիր է, ինչ խոսք։ Եվ տեսեք, կա միակենտրոնականության սկզբունք, որ մարդը բնօրյանը Աֆրիկան է եւ վերջ։ Կա, ասենք, մասնագետների մի մեծ այսպես բանակ, որը ասում է ոչ, կա նրանք կոչվում են պոլիցենտրիստներ, այսինքն մարդը երկրագնդի տարբեր տեղերում առաջացել է տարբեր նույն ժամանակում, հիմա չենք գտնում, դա դեռ չենք գտել, դա դեռ չի նշանակում, որ նա չկա։ Այսինքն այն անգլերեն շատ գեղեցիկ ձևակերպումը evidence of absence, թե absence of evidence։ Չկա։ Հիմա Աֆրիկան ունի իր պատճառները, քանի որ այնտեղ կան մեծ խզումներ, բացված շերտեր եւ այլն, դուք պատկերացնում եք մեզանում, ասենք, այդ հուշարձանները 10-12 մետր խորության վրա են, որ աչքը հնագետի չի կարող, եթե տրակտորը այդտեղ չաշխատի, տեսեք, այստեղ փիլիսոփայական հակասություն է։ Մի կողմից տրակտորը դա հուշարձանի մեծագույն թշնամին է, բայց մյուս կողմից եւ նոր գեղին եւ սա, ասենք, այդ հուշարձանը գտնում են լավային հոսքերի տակ։ Խզումներ չկան, այդպես խզվածքներ, շերտեր, որ դու կարողանաս ուսումնասիրել 2 միլիոն, 2.5 միլիոն, 3 միլիոն տարվա շերտերը, քանի որ նրանց մեծ մասը ծածկված են գեղամա լեռների, արագածի եւ այլնի լավային հոսքերով։ Այսինքն պիտի պատճառ մեկը կտրի այդ շերտը, որ դու նրան տեսնես։ Պարոն Գասպարյան, դուք ձեր խոսքում բաներ եք ասում, որ քչերին է հայտնի նոր գեղի նախավերջին հետազոտությունն է, պեղումները, Արենի քարանձավ, եկեք մարդկանց ավելի լայն հասարակությանը իրազեկենք, թե ինչի մասն է խոսքը։ Ես կարճ կամ ուղղեք ինձ, եթե կսխալվեմ, 2010 թվականին, չէ՞, Արենի քարանձավում հայտնաբերվեց աշխարհի ամենահին կոշիկը 2008 10 թվականին դա հրատարակվեց աղմուկ բարձրացրեց 2008 Այ խնդրեմ, այս մի քիչ մենք որ տենց լավ զգանք, էլի, թե ինչ վկայություններ ունեն մեր տարածքում։ Ընդհանրապես ես դա ոչ միայն Արենին է, հիմա կանրադառնանք կոշիկին, բնականաբար, ինչ խոսք, դա երևի թե Հայաստանից արված ամենահնչեղ հայտնագործություններ, որ պատկերացրեք իմ գոլեգաները ինձ ասում էին, որ անգամ փողոցային բուլվարային թերթերը բաց չեն թողել այդ
իրադարձություն է, էլի, այսինքն դա ինչ որ ձևով Հայաստանը դրեց քարտեզի վրա, Միջազգային չնայած Արենիում կան շատ ավելի կարևոր հայտնագործություններ, բայց մարդիկ, գիտեք, սիրում են հագուստ, եթե դառնա ներքնազգեստ, ավելի մեծ հասկանում եք ես, դա հոգեբանությունն է նա, բայց ամեն դեպքում տեսեք ինչն է այստեղ կարևոր, որ երբ որ դու կատարում ես այդ ուսումնասիրությունները, արդի մեթոդներով, օտարերկրյա լավագույն մասնագետների հետ համատեղ եւ նրանք ունենում են անասելի ներդրում, քանի որ մենք չունենք այդ անալիտիկ հնարավորությունը, այդ մեթոդներ, անասելի ներդրում, ապա ինքը սկսում է փոխել համաշխարհային այսպես գիտական կարծիքը եւ այսպես պատկերացրեք, էլի, վաղ հնագիտությունը, վաղ փոլի, դա մի մեծ կաթսա է, որտեղ ամեն արշավախումբ լցնում է իր ջրի կաթիլը, հա։ Հիմա մեր լցրած ջրի կաթիլը ոնց որ իր գույնը ունի, մի փոքր փոխում է ավելի այդ մոտեցումները եւ ասենք, տեսեք 19-րդ դարի վերջերի ուսումնասիրողները ասել են Հայաստանը հայկական լեռնաշխարհ է, վաղ մարդկության դժվար բնորան լիներ, որովհետև նա բնակեցվել է շատ ուշ։ Այդպես էին մտածում, քանի որ բարձր էր, սառցադաշտեր էր եւ այլ։ Ես գնում եմ, հա, այսպես հերթով։ Ասենք նույն մասնագետները ասում են, որ անատոմիապես ժամանակակից մարդը շատ ուշ է մտել Հայաստան, քանի որ լեռնաշխարհը բարձր էր, իսկ այդ ժամանակ սառցապատման փուլեր էր եւ կլիման թույլ չէր տալու մարդը այստեղ ապրի, պարզվեց, որ դա բացարձակապես այդպես չի, հասկանում եք, եւ ասենք խորհրդային գիտությունը եւ հնագիտությունը եւ պատմագրությունը մտածում էին, որ հայկական լեռնաշխարհը այսպես երկրորդային յուրացման գոտի է, որ կան քաղաքակրթական ստանդարտների կայացման կենտրոններ, որոնք միջագետքում են, հա, հարավում են ավելի այդ այսպես կոչված աշխարհագրորեն Տավրոս Զագրոսյան աշխարհը եւ հիմա պարզվեց, որ չէ, դա այդպես չի։ Հայկական լեռնաշխարհը այդ բարեբեր կիսալուստի մի մասն է եւ ինքը իր շատ կարևոր եւ ուրույն ներդրումն է ունեցել այդ համաշխարհային քաղաքակրթական հնագույն ստանդարտների ձևավորման մեջ։ Ինչպես այ Արենիի քարանձավը, որտեղ կան նույն քաղաքակրթական նվաճումները, ինչ որ միջագետքում են եւ այլն։ Պարոն Գասպարյան, էլիպտի հետ բարձունակ հարցն է, ո՞նց եք հասկանում, որ դա աշխարհի ամենահին կոշիկն է։ Հասակագրում ենք։ Ասենք, չէ, գիտեք ոնց, աշխարհի ամենահին կոշիկը դա մի քիչ ես որպես գիտնական համարում եմ սպեկուլյացիա, այսինքն մարդը դրանից առաջ էլ կարել է կոշիկ եւ մեզ հասած այսօրվա պահին ամենահնագույն նմուշն է, ինչու, որովհետեւ կան այլ կոշիկներ եւս հայտնաբերված, նու եթե ոտնամանի պատմությանը նայենք, հա, կոշիկի, ապա ոտնամանները շատ ավելի վաղ կան եւ նրանք հասակագրում են 11000 տարով Քրիստոսից առաջ, բայց համոզված եղեք, որ մինչեւ դա էլ կլինեն ոտնամաններ, այսինքն ինչ որ ժամանակ գիտությունը կբացահայտի նաեւ ավելի վաղ ոտնամանների մասին ասեցի, բայց Արենին ամբողջական կոշիկ է, որը եղած նմուշների մեջ մենք չէ որ դա հասակագրել ենք եւ համեմատել ենք, ասենք սա այսքան 1000 տարեկան է, նա այսքան ինքը դրանց մեջ եղած օրինակներից ամենավաղն է։ Չնայած որ ինքը բացարձակապես չի տարբերվում իմ պապիկի կամ ձեր պապիկի հագած այդ տրեխից, հա, որը հազարամյակներով մարդը առաջի անգամ այդ մոդելը ստեղծել է եւ շարունակել։ Հիմա ես դες ավելին ասեմ, մենք ինչն է զարմացնում, որ մենք այնտեղ ունենք ավելի վաղ կոշիկների օրինակներ, որոնք իհարկե ցավոք սրտի ամբողջական չեն պահպանվել են հատվածներ, հա, բայց որ մարդը այդտեղ կոշիկ է կարել եւ զբաղվել է կոշկագործությամբ, օրինակ ինձ զարմացրեց այ կոմբինացված կոշիկի նմուշը, որը 1000 տարով հին է Արենիի կոշիկ։ Կոմբինացված կոշիկ Եսի նկատի ունեմ Արենիի այդ աղմկահարույց կոշիկը, եթե մոդելավորենք, հա, որպես ինքը իրենից ներկայացնում է կաշվի կտոր, որի վրա դրվում է ձևը, ֆորման, ձևվում, հետո հավաքվում է այդ ձևավորվում է այդ կոշիկ։ Կոմբինացված կոշիկը, դա արդի կոշիկի կոնցեպտն է, երբ որ դու կտրտում ես տարբեր կտորներ, հետո կարում ես միացնում ես իրար, դնում ես ներբան եւ ստանում ես ուրեմն կոշիկ ոտնաման, փաստորեն դա ավելի հին է, քան էս կոշիկը։ Հասկացա, պարոն Գասպարյան, նաեւ եթե չեմ սխալվում, այդ պեղումների ժամանակ էր, որ հայտնաբերվեց Արենիում առաջին գինեգործարանը։ Այո։
Այդ որ թվական է թվագրվում։ Դա մոտ 500 տարով ավելի հին է, քան կոշկի շերտը։ Դա 4-րդ հազարամյակի, այսպես կարելի է ասել, 5-ի վերջ 4-ի սկիզբ, հա, Քրիստոսից առաջ, այսինքն դա 6000 մոտավորապես տարեկան է, եւ էլի զարմացնում է նրանը, որ այստեղ մենք ունենք արդեն գինու արտադրության բավական զարգացած, ես կասեի, տեխնոլոգիա։ Այ քեզ։ Այսինքն պետք է ենթադրել, որ գինու ստեղծումը դեռ եւ ես ձեզ ավելին ասեմ, հիմա մենք մի փոքր ավելի առաջ ենք գնացել, այդ հետազոտություններում ունենք շատ հետաքրքիր արդյունքներ այն առումով, որ առաջ գիտությունը կարծում էր, որ պետք է սկզբից մշակվի խաղողը, այսինքն նա դառնա մշակովի, կամ ընտանի, հա, ոնց որ ասում են, հետո նոր գինի արտադրել։ Հիմա մենք փորձեր արեցինք վայրի խաղողից ստանալ գինի եւ պարզվեց, որ վայրի խաղողից եւս ստացվում է ոչ պակաս լավ որակի եւ ոնց են ասում, որ խփող, հա, գինի, քան ուրեմն ընտանեկացված խաղողից եւ դրայվերը պարզ դարձ։ Խաղողի կուլտիվացիայի դրայվերը ոչ թե շատ ավելի նրա համային, սորտային հատկանիշների բարելավման մեջ, այլ բերքի շատացման, որտեղ վայրի խաղողը շատ քիչ է։ Աստվածները մի բան գիտեին, որ խմում էին, էլի։ Այո, իհարկե, այդ խմիչքը դե հիմա ես ձեզ այսպես ասեմ, որսի դուք պատկերացնեք ինչու է մարդը դա համարել աստվածային խմիչք իմ տեսակետով, իմ զգացական այսպես դիտարկումներով, տեսեք շատ հետաքրքիր բան եմ ասում, միշտ իմ հյուրերին դա եմ բացատրում, որ հələ պատկերացրեք այդ վայրի խաղողի գինի 13 աշյան, 14 աշյան, այսինքն արդի գինոց պինդ գինիներից ոչինչով չտարբերվում։ Եվ հələ պատկերացեք այն ժամանակվա մարդուն, որը գինին տրոհելու գեներ չուներ։ Հա։ Պատկերացնում եք ինտոքսիկացիա, այսինքն այդ գինին խմողը, որ ասենք ոնց որ ասած գնար ուղեղը, խփեր ուղեղին, էլի, ում ասես չէր տեսնի իր այն պատկերացումները, իր հորը, մորը, ում ասեք չէր պատկերացնի, էլի, այսինքն դա այդպիսի էֆեկտ էր ունենում մարդու օրգանիզմի վրա եւ փոխում էր մարդու հոգեբանությունը։ Դրա համար կա շատ գեղեցիկ մի արտահայտություն, դուք գիտեք, կա նեոլիթյան հեղափոխություն, այսինքն արտադրող տնտեսաձևին անցնելու այդ բանը շատ գեղեցիկ ձևով կա խմելու հեղափոխություն, drinking revolution, որը իսկապես այդպես է, քանի որ մարդը փոխեց խաղողին, խաղողը փոխեց մարդը։ Այսինքն, որ Քսենոֆոնը իր ուշերում գրում է, որ մեր տարածքում լավ գիբանը գարեջուր էին պատրաստում, ես մտածում եմ, մենք այդ ժամանակ կներեք լավ տենց գինու հենքի վրա լավ։ Ես մտածում եմ, որ Քսենոֆոնը ոչ թե գարեջրի մասին է խոսել, այլ հենց գինու եւ խոսել է, գիտեք, հացած գիներով պնդեցված, որտեղ արենի գինու կարասի մեջ տանկում, որտեղ հյութը լցվում եւ հնանում էր, մենք ունենք հացած գիների նաեւ մնացորդներ, այսինքն ավելացնում էին հացած գիներ, որպեսզի գինու խմորման գործընթացը ավելի արագանար եւ ավելի պինդ գինի ստացվի։ Պարոն Գասպարյան, արենիում է, եթե չեմ սխալվում, կանացի կիսաշրջած Չէ, այդպիսի բան չկա, դա կեղծ տեղեկություն, հա։ Այդ ինֆորմացիա կար կար, բայց դա ինչ որ շփոթմունք է։ Մոտ 4000 տարի առաջ։ Այդ խսիրները եւս, որոնք ունենք այդ գործվածները, բանը, այդ նույն համակարգի մասն են կազմում եւ այդ խսիրները օգտագործվել են թե կենցաղային նպատակներով եւ թե ծիսական, քանի որ այդտեղ զոհաբերվող մարդկանց կտրտել, կերել եւ փաթաթել են այդ խսիրների մեջ ու շարել անոթներ։ Անցնենք առաջ, որտեղ ես հիմա դուք կասեք, թե ինչ մենք արձանագրում ունենք, հա, նոր գեղի ուրեմն էլի Հայաստանի տարածք ինչ է հայտնաբերվել եւ ինչն է Եվրասիայում, եթե չեմ սխալվում, ամենահինը։ Նու իր արժեքը այդքան իր հնության կամ տարիքի մեջ չէ նոր գեղին, բայց նոր գեղին այն հայտնագործություններից մեկն էր, որը այսպես նորից այն համաշխարհային մտածելակերպը, աշխարհընկալումը փոխեց։ Հիմա ես բացատրեմ մի քիչ ինչու մեր դրա կարևորությունը։ Ինքը մոտ 330-320 հազար տարի վաղ, այսինքն շատ երիտասարդ են մեր ասած են վաղ մարդու, այն վաղ մարդու վերջին փուլն է, հա, Homo erectus-ի արդեն ավարտական փուլն է եւ
Ուրեմն տեսեք նախ ինքը ինչով է լավ, որ ինքը ունի շերտագրական արտակարգ դիրք, ինքը երկու բազալտների միջև է, այսինքն հասակագրումը շատ հուսալի է, դա մեկ։ Երկրորդը, իր մոտ կա մի շատ հետաքրքիր, այսպես գիտեք, գիտնականները մարդու պատրաստած գործիքները բաժանում են տեխնոլոգիական մոդելների, մոդել 1, 2, 3, այն իրանում մոդել 2-ը եւ մոդել 3-ը միմյանց հետ հանդես են գալիս նույն շերտում, որը նախ ասում է, որ այդ ամեն ինչը անցումային, արդեն ցույց է տալիս անցումային բնույթ է այդ ինդուստրիայի, բայց ասենք միշտ մտածում են, որ մոդել 3-ը ստեղծվել է Աֆրիկայում եւ նոր մարդու հետ դուրս է եկել, տարածվել էլի Եվրասիայում։ Հիմա նոր գեղին ցույց տվեց, որ չէ, դա ստեղծվել է այստեղ եւ տարածվել։ Այսինքն չի կարելի ամեն ինչը կապել աֆրիկյան մայրցամաքի հետ եւ աֆրիկյան մայրցամաքից դուրս բերել։ Դա ունի տեղական արմատներ եւ տեղական ծագում, այսինքն դա հարված էր այդ աֆրիկյան միակենտրոնական, որ ոչ միայն մարդը, այլ նաեւ մարդու տեսակները, մարդկային տեխնոլոգիաները ծնվել են Աֆրիկայում եւ Աֆրիկայից տարածվել մի քանի անգամ, այ դա հարված էր այդ աֆրիկյան, ուրեմն Աֆրիկա կենտրոն մոտեցման։ Հարված էր եւ այդ կենտրոնական այդ մոտեցման հերքում, այսինքն միջազգային համաշխարհային գիտական հանրությունը ընդունեց այդ այո, իհարկե, հայկական աշխարհում ասկե։ Այո, եւ ամենայն հավանականությամբ, եթե դա կա նաեւ Եվրոպայում, եթե դա կա Ասիայի տարբեր երկրներում եւ այլն, դա բոլորը տեղական մտածելակերպի, տեխնոլոգիական մտածելակերպի էվոլյուցիայի արդյունք են։ Ոչ թե մեկ կենտրոնում նոր մարդու ի հայտ գալու, նոր տեսակի մարդու եւ նրա տեխնոլոգիական մտածելակերպի նվաճման հետևանք են, որտեղ եթե դուք վերադառնաք դեպի գինի, դեպի մետաղի մշակում, դեպի այն բոլոր ֆենոմենները, որոնք կան, հա, մարդկային պատմության արշավույթերին, դուք կտեսնեք, որ ամեն մեկը այսպես ինքը շատ նման է տեզերքի առաջացմանը իր դրամաբանությամբ, որտեղ այդ քրիտիկական մասան հավաքվում է, դու տեսնում ես, ահա, մետաղագործությունը սկսեց իրանական բարձրավանդակում, հայկական լեռնաշխարհում, Բալկաններում, ասենք եւ այլն, համարյա գրեթե միաժամանակ։ Պարոն Գասպարյան, սա ինչի մասին է խոսում, որ հայերս այդքան հազարամյակներ ունեցել ենք կայացած քաղաքակրթություն, թե հայեր չեն եղել այդ ժամանակ, այլ ազգ են եղել։ Չէ, տեսեք, այդպես խնդիրը դնել չենք կարող։ Դիագնոզը տանք, էլի։ Մեր նախնիները, էլի։ Այդտեղ կասկած Տարբեն Դավթյանի շումերական նույն, հա, ասենք քաղաքակրթությունը եւս այն որ հայկական էր եւ նո օրինակ բերեմ ձեզ, այստեղ այսպիսի բան կա, էլի կան մշակութային կոնստանտներ։ Դուք գիտեք, օրինակ ինտեգրալ հաշվի մեջ կա +c կոնստանտ, որը չի փոխվում։ Հիմա կան մշակութային կրիտերիաներ, չափորոշիչներ, որոնք անկախ մեզնից, ձեզնից, այլ նույն քսենոֆոնը, չէ՞, քսենոֆոնի նկարագրած գինու խմելու տարբերակը նույնն է, ինչ որ Արենիում։ Այսինքն հազարամյակներով եւ մեռնող հարություն առնող Աստծո գաղափարը, խաղողը եւ հացը որպես, հա, աստվածատուր, Աստծո դրսևորումներ։ Այ գնացեք Նորավանք, դուք կտեսնեք այնտեղ Աստծո պատկերը գլխին խաղողի երկու ողքույց։ Այսինքն խաղողը դա Աստծո դրսևորումներից մեկը։ Այդպես է մտածել Մոմիկը, այդպես է մտածել Սիրանեսը, այդպես է մտածել այն ժամանակ 4000 տարի ապրած մարդը, այսինքն կան մշակութային կոնստանտներ, որոնց կրողը նույնն է։ Չի կարող հասկանալ, երբ որ փոխվում է հասարակությունը, փոխվում են մշակութային կոնստանտները։ Դա ավելի այսպես հիմնարար ապացույց է, որ մեր ժողովուրդը դե բնիկ է եւ գալիս է այն հազարամյակների խորքից եւ այդ մտածելակերպը հերո չգնանք, ես միշտ իմ ուսանողներին եմ բերում այդ օրը քարի բեկոտումը, չէ, որովհետեւ արտադրում են գործիքներ, բեկոտման գաղափարը ծնվել է մարդու հետ, հետո մարդը կբեկոտի ատոմը, նա ատոմն է, մենք ատոմն ենք բեկոտում, նա բեկոտել է քարը, բեկոտման գաղափարը չի փոխվում։ Այսինքն նյութը փոխվել է, տեխնոլոգիաները փոխվել են, բայց ինքնին աշխարհընկալումը, գաղափարները դրանք ստեղծվել են այն 2 միլիոն, 1 միլիոն եւ հետագա մարդկանց կողմից, հասկանում եք։ Հացն ու գինին տեր կենթանին ստեղծվել է Արենի
հասարակության կողմից։ Այո, դա է Դիոնիսոսի ծննդավայրը հարաբերական իմաստով։ Ես ոչ թե հունական Դիոնիսոսին եմ ասում, այլ մեռնող, հարություն առնող, կյանքի համար պատասխանատու Աստծո գաղափարը հիմքերը դրված են Արենիում, որտեղ դա ամենավաղն է համեմատած, ասենք, մյուս բաների հետ։ Հետո դա կդառնա մեռնող, հարություն առնող Աստված Հիսուսը, հասկանում եք, այդ գաղափարը կրող է, ոչ թե կրոնական ինչ-որ բաների, գաղափարը, պատկերացումները, աշխարհընկալումը մնում են նույնը։ Միակ տարբերությունը սա է, նրանց Աստված մեռնում եւ հարություն է առնում ամեն տարի, մեր Աստված մեռել եւ հարություն է առել մեկ անգամ։ Չափազանց հետաքրքիր ու ուշագրավ դիտարկումներ էին, պարոն Գասպարյան, վերջին պեղումները նոր եք վերադարձել, որտեղ էին եւ ինչ նորություն ունենք համեցեք։ Դա մեր ճապոնացի գոլեգաների հետ ենք անում արդեն երկար տարիներ եւ այստեղ խնդիրը այդ արտադրող հասարակության առաջացումն է հայկական լեռնաշխարհում։ Ես ձեզ ասացի, որ Հայաստանը համարում են երկրորդական օջախ, որտեղ այդ նվաճումները, ընտանի կենդանիները, ցորենը եւ այլն հասել է մի 2000 տարի հետո, մինչեւ այդ կենտրոններից դուրս է եկել։ Հիմա այս մեր հուշարձանը, որը Քրիստոսից առաջ ուրեմն 8-րդ հազարամյակի վերջի եւ 7-րդ հազարամյակի սկզբի հուշարձան է, ինքը մոտավորապես ցույց է տալիս այդ նստակյաց կենսաձևին անցնելու այն միջանկյալ փուլերը, հա, մարդը ինչպես է եկել սեզոնում նստել է տեղ, բերել իր անասունը, հասկանում եք, որտեղ շերտերում կա թրիքի մեծ պարունակություն, որսի կենթանին այդքան թրիկ թողնել չի կարող, այսինքն պարտադիր չի, որ քո կենթանին լինի ընտանիք, պարտադիր է, որ մարդը արդեն սկսել է կենթանուն նստեցնել, հա, ոնց որ մեկտեղ։ Մարդը ընդհանրապես այդ ամեն ինչը գալիս է քարեդարի վերջից, երբ որ մարդը տեսնում է կենթանու բնական միգրացիան, այսինքն ամառները կենթանին իջնում է քրի հովիտը, որտեղ տաք է, կներեք ձմեռները, ամառները բարձանում լեռները, որտեղ խոտ կա, եւ անկախ նրանից քո կենթանին ընտանի է թե վայրի, դուք հիմա տեսնում եք, որ հովիվները կենթանում ամառները բարձրացնում են դեպի, այսինքն կրկնում են այն բնական մոդելները, ինչ որ մարդը սովորել է բնությունից։ Հիմա այս մեր հուշարձանը այդ օղակներից մեկն է, որը ցույց է տալիս ինչպես է ձևավորվել անասնապահ հասարակության մոդելը հայկական լեռնաշխարհում, այս հատվածներում, էլի, որը շատ կարևոր է, ցավոք սրտի կենթանիների ոսկրային մնացորդները այնքան մանր են ու վատ են պահպանվել, որ այդ ոսկորներից հնարավոր չի որոշել կենթանին ընտանի է թե վայրի, բայց հիմա կա մեկ շատ գեղեցիկ հնագիտական գործիք, որը կոչվում է հողի դնթ, այսինքն կենթանին, երբ որ այդտեղ ապրել է, հողի մեջ թողել է իր մազը, իր ասենք թրիքը եւ այլն, այ դրանից անում են հողի դնթ, որոշում են, դա վայրի կենթանի է եղել թե ընտանի կենթանի է եղել եւ մենք հիմա շուտով անցնենք այդ Լավ, հիմա մեզ մարդիկ լսում են, այսքան ձեզ ուշադիր, վստահ եմ, ինչպես լսում են, ու ինչ հետևություն ունեն, որ մենք որ այս տարածքում ինչ մարդիկ են ապրել, որ հայ են ապրել ու ունեցել են լավ քաղաքակրթություն, այսինքն հպարտանալու բաներ են, թե տեղում հաստատել ենք, մեր հետ կապ չունեն։ Չէ, նայեք ոնց է աշխարհը Աստված ստեղծել է իր ներկա բնակով։ Չկա այդպիսի տարածք, որը հնագիտորեն հետաքրքիր չի։ Ես ձեզ հավատացնում եմ, եթե դուք կարդաք անգամ Ամունդսենի եւ այն հյուսիսը նվաճողների մնացորդների ուսումնասիրությունը, երբ որ գտնում պեղում են նրանց նամակները, մնացորդները եւ այլ, ոչ պակաս հետաքրքիր է, քան մարդու ծագումը աշխարհընկալման իմաստով եւ բավական հուզիչ այդ ինֆոն, երբ որ ստա։ Այսինքն չկա որովե այսպես հնագիտորեն թույլ մենք հին ենք տեսնում եք չէ ռուսները գալիս են ասում են օй ինչպեսի հին քաղաքակրթություն ունենք իրենք չեն տիրապետում մարդիկ չեն տիրապետում իրենց հայրենիքի նույն ասենք հա ինֆորմացիան եւ այլ իրականում այս ամբողջը ցույց է տալիս մի բան որ Հայաստանը հայկական լեռնաշխարհը դա այդ ներկա բնակի կարևորագույն օղակներից
եւ անբաժան օղակներից մեկն է, որը ունի իր խոշորագույն ներդրումը համաշխարհային աշխարհընկալման եւ քաղաքակրթության մեջ, եւ որը ձևավորվել է այն ամենավաղ փուլերից հասնելով մինչեւ եւ շարունակվելով մինչեւ մեր օրերը։ Մի դա հպարտանալու բան չէ։ Ավելի պարզ լեզվով ասած, Հայաստանի տարածքում է ապրել առաջին մարդը։ Նաև ապրել առաջին մարդը։ Առաջին մարդը ասել չեն կարող, բայց նաև ապրել, առաջին մարդը ապրել է Աֆրիկայում, առաջին մարդը ապրել է, ասենք, Իսպանիայում, հա, Իսրայելում եւ այլն, բայց ելի եմ կրկնում, Աֆրիկայից դուրս ամենավաղ մարդը ապրել է հայկական լեռնաշխարհում այսօրվա ունեցած մեր տվյալներով։ Ինչու ենք մենք այդքան գործական կենտրոն էլի, այսինքն ի՞նչն է մեր ֆենոմենը, բանը։ Ֆենոմենը լանդշաֆտն է։ Գիտեք, ամեն ինչ, բոլոր քաղաքակրթությունները դա մարդ լանդշաֆտ, մարդ ինտերակցիա։ Այդ աշխարհընկալումները, այդ հմտությունները, այդ պատկերացումները ձևավորվում են մարդու եւ լանդշաֆտի շփման մեջ։ Գաղտնիքը լանդշաֆտի բազմազանությունն է եւ ունիկալությունը, որը չես տեսնի, ասենք, Եվրոպայում, հա։ Այնտեղ էլ իր, իհարկե դուք ես չեմ նսեմ, այնտեղ էլ իր լանդշաֆտները կան, որոնք շատ Հայաստանի գաղտնիքը իր փոքրության եւ լանդշաֆտների բազմազանության մեջ է։ Այսինքն ամեն 15-20 կիլոմետր վարելուց դուք տեսնում եք ինչպես է ձևափոխվում բուսական աշխարհը, կենդանական աշխարհը, լանդշաֆտը եւ այլն։ Գաղտնիքը սրա մեջ։ Եթե Եվրոպայում օրինակ գնաս հազարավոր կիլոմետրեր դու ունես քարի հում գործիք պատրաստելու համար, միայն կայծքար, Հայաստանում այստեղ օբսիդիան, այնտեղ կայծքար, մոլիբդեն, հա, էլի հասկանում եք, մետաղներ եւ այլն, ինքը այսպիսի իր փոքրությունը, իր գրավչությունն է այն իմաստով, որ բռի մեջ այդ ներկապնակի շատ բաներ, հա, վայրի ծորեն, չգիտեմ, վայրի խաղող եւ այլն էլի։ Ստացվում է Հայաստանը Աստծուն ներկապնակն է մի տեսակ։ Հայաստանը այսպես դնենք, որպեսզի ոչ մեկին չվիրավորենք։ Աստծո կարևոր ներկապնակի կարևորագույն բանից մեկն է, որտեղ հաստատ Աստված, ասենք, շատ է խառնել իրար ներկերը եւ այլն, եթե հա բերենք գեղարվեստական բանի, անընդհատ այդտեղ է խառնել իրար ներկերը եւ հետո նկարել էս ինչ է։ Դրա համար ենք այսքան խառը ու բնականաբար, բայց ինքը շատ ունիկալ եւ յուրօրինակ տարածք է, որը իհարկե քաղաքակրթության մեջ ունի լրջագույն ներդրում, դա ուրանալ հնարավոր, որտեղ դա փաստ է, էլի։ Իսկ ինչպես ասում էր Վոլանդը, վարպետի Մարգարետես ֆակտ ձևը ու պրամ համար բան է փաստ է, էլի, դա փաստերի հետ չես կարող։ Այո, վիճել հնարավոր չի եւ այդ փաստերը այս մեր հնագիտական սկզբնաղբյուրներն են։ Այդ առումով իսկապես հնագիտությունը բավականին էական, եթե չասեմ, լրջագույն գործ է անում եւ փաստերի վկայումն ու արձանագրումը ուղղակի ստիպում են մարդկությանը եւ ժամանակակից գիտությանը հաշվի նստել, այո, փոքրիկ, այո, այս պայն ծանր վիճակում գտնվող, բայց եզակի ու արարչական շնորհք ունեցող ազգի ու ազգային տարածքի։ Այո, այդտեղ քննարկում չի կարող լինել։ Կարող է դրա համար են մեզ շատ սիրում։ Հնարավոր է եւ դրա համար են շատ սիրում։ Աստծո գործերը անքննելի են, ցավոք սրտի, ես չգիտեմ։ Մի բան կա մեջներս, էլի, ինչքան թե հոգեվորականի, թե գիտնականի հետ շփվում են։ Ինչ որ ֆանտաստիկ ֆենոմեն կա մեր մեջ։ Տարածքից է, մեր հնագույն քաղաքակրթությունն է, չգիտեմ մեր նախապապերին ինչ են ասել, Շումեր թե Աստված գիտի ինչ։ Էական չի, բացարձակ էական։ Բայց որ մենք մի տիեզերական նշանակություն կամ ինչ որ վերևների հետ նու պատմահայրը շատ լավ է այդ ձևակերպել, պատմահոր մոտ Մովսես Խորենացու մոտ դա կա, թեպետ եւ մենք փոքր ածու ենք, այսինքն մենք փոքր ձու ենք, փոքր բայց մեր երկրում էլ կան հիշատակության արժանի շատ գործեր արված, հասկանում եք։ Պատմահայրը լրիվ մի քանի դար հետո լույսը աշխարհը գալիս նարեկացու նման մեծագույն միտք ունեցող մարդ, որը եւս ֆենոմեն, որովհետեւ տեսեք կա նարեկացու եւ Բախի ֆենոմենը։ Ուրեմն Բախը ինչ զուգահեռներ կա, էլի։ Բախը Լեյպցիգից երբեք դուրս չի եկել։ Չի
շրջել աշխարհով մեկ հայտնի չէ։ Նարեկացին Վանից, Վանակղզուց չի թափառել։ Որտեղից այդքան տաղանդ եւ աշխարհ են կալում, որը մեկտեղվել է այդ մարդկանց միջև։ Դա մի ոնց ասեմ, մեկ ֆենոմեն չի մեկտեղվել։ Բախի մեջ մեկտեղվել է երաժիշտը, տեխնոլոգը, երաժշտական, գարմոնիա հասկացող մարդ, ճաշակ եւ նույն ձևի նարեկացու մեջ դա միայն բանաստեղծ չի, դա փիլիսոփա է, դա գյուղացի է, դա այո, մեր բանը երկրորդ մեծագույն բանաստեղծը նաեւ էլի Հովհաննես Շիրազը շատ Աստծո պես Աստծո հետ էր խոսում, այսինքն դա շատ գեղեցիկ ձևակերպում է էլի հասկանում եք, այսինքն անհասկանալի է ինչպես մի ասենք ֆենոմենի մեջ մի տարածքում կաղապարված մարդուկի մեջ Աստված կարող է դնել այդքան հանճար էլի, բայց դա փաստ է էլի։ Ախր միջնադարը ընդհանրապես դուք մոմիկ եք ասում, տաթևացին, շիրակացին, այն որ հələ տեսեք ինչ դեմքեր են։ Շատ լուրջ։ Ես էլ չեմ ասում իրավագիտության մեջ ասենք ինչպեսի ֆենոմենալ ուղղակի գործել են։ Բռնած բանը սահմանադրությունից վերջացրած այնտեղ ինչու կոմիտասը մեր մեծագույն գիտնականը Մաշտոցին մենք չգիտենք դե ինչեւ այսօր չենք գիտակցել այդ հայկական հայոց տարերի, հայոց այբենի, ինչպես Բեկտաշյանը կասել տիեզերական նշանակությունը, հա։ Այո, պարոն Գասպարյան, չափազանց հետաքրքիր է ձեր զրույցը։ Առաջին անգամ հյուրընկալվողների հետ վերջաբան ունենք ֆորմատն է այդպեսին, բլից հարցեր, որոնք մի քիչ խնդրեմ, սենց ասենք, էգզիստենցիալ են, բայց ձեզ ավելի շատ կբացահայտեն։ Եվ այսպես, ինչ է ձեզ համար հայրենիքը։ Հայրենիքը դա այն տարածքն է ինձ համար, որ ես ընկալում եմ եւ սիրում եմ մեծ սրտով։ Այդ ցավոք սրտի մեզ մոտ այդ է ամենաշատը պակասում, որ չեն սիրում հայրենիքը, էլի նրա ամեն տարը, ամեն թուփը, ամեն բույսը, ամեն շունը, ամեն կատուն եւ այլն եւ այլն։ Դա այն է, ինչ որ դու սրտով ընկալում ես եւ Հայաստանը վերջանում է այնտեղ, որտեղ վերջանում է Վիշապը, չգիտեմ, Խաչքարը եւ այդ գաղափարները, էլի, քանի դրանք ապրում են, դա իմ հայրենիքը։ Ու գնում ես Օվկիանոսի ծամդին, սկսում ես արհեստական Հայաստան ստեղծել։ Այսինքն հայրենիքը կարելի է ասել այսպես, որ այդ էմոցիոնալ կապն է տվյալ տարածքի հետ, շաֆտի հետ էմոցիոնալ, մտավոր, աշխարհընկալման կապը։ Դա է հայրենիքը։ Մենք եւ մեր լանդշաֆտը մեկ միասնություն։ Երբ որ այդ կապը սկսում է կտրվել կամ չկա, գտնել հնարավոր չի, հա։ Այդտեղ Շվեյցարիայի Ալպերի վրա մի տեսակ ամուրջ է, էլի։ Չէ, նա ունի ֆանտաստիկ գեղեցկություն, մենք էլ ունենք այդպիսի լանդշաֆտներ, բայց միևնույն է, այն զգացողությունը, այն փոխհարաբերությունը, որ կա, ասենք Իջևանի լեռնաշղթայի եւ իմ մեջ, Շվեյցարիայում չկա։ Ես կարող եմ նայել, զարմանալ, հիանալ, ասել, «Վայ, ինչ նման է մեր, ասենք, այս ինչին, Աստված այստեղ եւս շատ լավ աշխատանք ա, բայց դա իմ մեջ է»։ Հասկացանք։ Ինչպեսի Հայաստան եք տեսնում 10 տարի անց։ Ոյ, գիտեք, Հայաստան, որտեղ կուզենայի լինի այնպիսի Հայաստան, որտեղ արդարություն լինի, մարդիկ երջանիկ լինեն եւ իրենց քրտինքով, աշխատանքով կարողանան վաստակել ու ժամանակ ունենան մի քիչ էլ սիրելու իրենց երկիրը այլ այսպես չափորոշիչ։ Գուցե հայրենասիրությունը, հայրենիք սիրելը սկսվում է հայրենաճանաչությունից։ Բավական լուրջ գործոն է հայրենասիրության այսպես բանի մեջ, ներկա պնակի մեջ։ Գիտեք, ռուսերեն մի ֆանտաստիկ երգ կա, «Чего начинается роза», որը իսկապես շատ խորն է։ Հիմա թողնենք ինչպես ենք վերաբերվում եւ այլն, լավ բան է, դա լավ բան է, հա։ Նա ասում է, չէ, յուղի փողոցից, այո, յուղի փողոցից, այն բուկվարից, հա, այբենարանից եւ այդտեղ կա էլի ճշմարտություն։ Այդտեղ կա, հասկանում եք, ամբողջ բանը։ Հայաստանի ղեկավարը դուք եք, առաջին 3 որոշումները որ կկայացնեիք։ Օй, այդ ինչ դժվար հարց եք տալիս։ Հայաստանի դժվար պատասխանեմ, չեմ մտածել։ Ոլորտ առ ոլորտ գուցե ասեք, չգիտեմ, կրթություն, հնագիտություն, բանակ։ Չէ, գիտություն ընդհանրապես, որովհետև արդի հասարակությունը գնում է գիտության, այսպես
բանի շատ շեշտ է դնում են արհեստական ինտելեկտը, չգիտեմ, որը կարևոր է, ես չեմ մերժում, բայց գիտեք, մենք երրորդ նախագահի հետ մի փոքր այդպես զրույց ենք ունեցել եւ ինքը ճիշտ չէր ընկալել ինձ, որ ես իրեն քննադատել էի, թե որ ինքը շախմատ է սիրում։ Ես իրեն բացատրեցի, որ խնդիրը ասենք փառք ու պատիվ ձեզ եւ այն որ դուք դա դպրոցներում սարքեցիք առարկա, ձեր անունը հավերժ կդնի, ասենք, մեր ժողովրդի պատմության մեջ, բայց միայն շախմատով չի։ Այստեղ կա հնագիտություն, այստեղ կա եւ պետք է իհարկե զարգ տալ գիտությանը, արվեստ։ Մի խոսքով իմ բանաձևը այսպես է. եթե Հայաստանը չդառավ երկիր, որի ամեն անկյունում պիտի ստեղծվի բարիք, որը հետաքրքիր է աշխարհին, մենք ապագա չունենք։ Այս քաղաքական շրջապատման մեջ եւ այլն, հասկանում եք։ Ես այդպես եմ։ Մնացածը տեխնիկայի խնդիր է արդեն, նստել մտածել, թե ինչից սկսել եւ այլն եւ այլն։ Որ գիրքը ըստ ձեզ պիտի մարդ իր կյանքում անպայման կարդա։ Դա մի գիրք չի կարող լինել, դա գրքերի բազում ու բազմաթիվ շատ հեղինակներ կարող եք ասել։ Վարպետ է Մարգարիտան, պարտադիր մարդը պիտի կարդա մեր գրողների շատ, ասենք, օրինակ տեսեք Թոթովենցի կյանքը 5 հռոմեական ճանապարհի միջիկ նախ ստեղծագործություն փոքրիկ եւ այլն ռուս գրականությունից խորհուրդ կտամ կարդալ Գոգոլի Վիհը եւ Վիչերա Նախուտերի բլիզդիկանքի այդ էթնոգրաֆիկ այդ հին մարդկանց այդ սնաուտիապաշտական մտածելակերպը ինչպես է ազդում կենսակերպի վրա, որի, ասենք, ուղիղ զուգահեռ մեր Լորեցի Մեծ Ընթումանյանի Լորեցի Սակումը։ Շատ Երկու հատ էլ ամերիկացի կամ լատինամերիկյան բան, ասեք, զապատնիկները չնեղանան։ Այնտեղ էլ կան, իհարկե, շատ մեծ Մարկեսը բանը, Հեմինգվեյ, բնականաբար Դրայզեր, բնականաբար Սոմերսետ Մոեմ եւ այլն, այնտեղ էլ, գիտեք, դա անվերջանալի շղթա է։ Ընդհակառ մարդը ափսոս, որ մարդու կյանքը այնքան կարճ է, որ այդ բոլորը կարդալ ուղղակի մի քանի անգամ այնել, որտեղ եթե կարդում ես 10 տարեկանում, դա լրիվ ուրիշ է, 20 տարեկանում լրիվ ուրիշ է, իսկ վերջում Ախմատովան շատ այսպես բան կասի էլի հանճար է ընթերցողը նաև հեղինակ է, որովհետև դու սկսում ես քո ձևով պատկերացնել, այո, չիտածել тоже автор կասի, որը հանճարեղ ճիշտ։ Ընկերություն անենք գրքերի հետ, ինչ խոսք, գիրքը գիտելիքի աղբյուրը։ Որն է երջանիկ լինելու ձեր բանաձևը։ Զբաղվել սիրած աշխատանք։ Այս շատ մարդիկ չեն կարողանում իրենց թույլ տալ ցավոք սրտի, եւ դա միայն Հայաստանի խնդիր չի, դա համաշխարհային խնդիր է։ Շատ ընկերներ ունեն, որոնք հնագետ են ավարտել եւ այլն, բայց հետո դառել են դիվանագետ եւ այլն արտասահմանցի ընկերներ ունեմ, որոնք երբ որ գալիս են իմ պեղումներին նայելու ու կիսվելու, ես նրանց աչքի մեջ կարդում եմ այդ բարի նախանձը, որ ափսոս, որ մենք չենք զբաղ, այսինքն մարդը սիրած գործով, մեկ, երկրորդը, որպեսի քո արածը, քո կերտածը քո դուրը գա, դա շատ կարևոր, դու գոհ լինես, առաջինը դու պիտի։ Հենց ձեր ասած բարիքն է, էլի, որ ստեղծում եք։ Այո։ Պարոն Գասպարյան, Աստծուն տեսնեիք, ինչ կասեիք։ Ես իհարկե մտածում եմ, որ Աստծուն տեսնել հնարավոր չի, դա մոտեցումն է, եւ եթե տեսնես էլ ընդեղ են մյուս կյանքում, ես շատ հարցեր ունեմ, գիտեք, որտեվ շատ անարդար բաներ եմ տեսնում, Աստծո ստեղծած աշխարհը բավական կտրուկ է եւ ունի շատ դաժան օրենքներ, բայց միգուցե ճիշտը դրա մեջ է, էլի հասկանում եք, մի քիչ ես ինձ չեմ համարում, էլի իրավունք վերապահում դատելու Աստծո արածն եմ, բայց մի լավ զրից կանեիք։ Այո, բազմաթիվ հարցեր հաստատ եւ համոզված եմ, որ ինքը ինձ հետ կհամոզեր, բայց դա այնտեղ։ Եվ վերջին հարցս, ինչից եք ամենից շատ վախենում։ Փորձնականում ոչ մի բանից վախենում եմ, ուղղակի մեռնեմ, չհասցնեմ կուտակածս,
ինֆորմացիան հանձնեմ թղթի։ Այդ դրանից եմ ամենաշատը վախենում։ Ոչ թե մահվանից եմ վախենում, արդեն 2 անգամ եղել եմ այդ նախադրներում եւ հետ, դա խնդիր չի, բայց վախենում եմ կիսվեմ հասարակության հետ, մարդկանց հետ իմ դիտարկումները ամբողջությամբ, որովհետեւ կարծում եմ, որ դրանք հետաքրքիր են ու կարեւոր։ Ձեզ ուժ, կորով, առողջություն, համբերություն եւ երկար տարիների կյանք, որովհետեւ ձեր աշխատանքով թե մեզ հերոպարտություն ապարգևեք, թե պիտանի բանանեք մարդկության համար։ Շատ շնորհակալ։ Շնորհակալություն ժամանակ տրամադրելու եւ հետաքրքիր մեկնաբանությունների ու շնորհակալ սիրո խոսքի համար։ Բարեկամներ, սա Life Armenia YouTube-յան ալիքներ, մեզ հյուրընկալվել էր հնագետ Բորիս Գասպարյանը, իսկ մենք շնորհակալ ենք ձեզ, որ հարցազրույցը դիտեցիք եւ ամենակարևորը բաժանորդագրվեցիք մեր ալիքին։